Թող համաձայնվեն, կան իմի բերեն, ժողովուրդն սպես լարված վիճակի մեջ չպահեն, որ նոր բարին ասված թող կատարե, բալես, եղավ, ուզված եմ։ Ես երևի եթե տեղյակ չեք, իմ կարծիք այստեղ հրաբարակում հայտնել եմ, երբ որ մեր Հայաստանի Հանրապետության իշխանություն ներկայացնողները ժամանել էին Անդրաշավի վերջում, որ եթե բոլորը կոչում են քաղաքացիական պայմանագիրը Դավաճան է, թուրքեր են, Նիկոլը թուրք է, իրանք ընդդիմադիր են, իրանք թուրքեր չեն, հայեր են, պատող հայերով բոլորը բոլորվեն թուրքերին մաքրեն, հետո նոր իրենց արդեն քաղաքական պայքարը շարունակեն, բայց այսօր փաստացի մենք դեռ չենք կողմնորոշվել ընդդիմության մեջ է ովքեր են հայեր, ովքեր թուրքեր, այսօր հայ ու թուրք լինելու խնդիրն է մնացել մեր ընդդիմության մեջ, բայց համակարգն է, բոլորին իրար դեմ է հանել, բոլորին այսպես չգիտեմ, շանտաժի ենթարկելով անպարոյականությունը դարձել առկայություն, անպարոյականներն է իրանց աշկաներ են հրճակել, բայց մարդիկ բոլորը արդեն լուսաբանվել են մտքերը ու հասկացել են, որ ճարիքը մաքրելու ժամանակն է, եւ բոլորին ակսորելու ենք մեր երկրից։ Որ նպատակներ ունի, Մարդուն Գրիգորյանն էլ հաստատ հիմար չէ, այսօր քաղաքը փոքր է, բոլորս իրար ճանաչում ենք։ Իրենք էլ հարգված ընտանիք են, հարգված ցեղից են։ Գնդակը այսօր հայ հասարակության դաշտն է, որովհետև բոլորը որոշումը իրանց կայացրել են, այդ որոշողը ժողովուրդը չէ, ազգն է, ազգային կորիզն է, ազգային կորիզը որոշող։ Դե մեր գյումրեցիների թասիպը այնպես է, որ Զարյանա քաղաքը իրականում մենք այստեղ ոչ բողոքի ակցիաներ, ոչ ցույցեր ասել ենք, բոլորին կաբինետներից դուրս կնետենք ու կվերջանա ամեն ինչը։ Մեր մոտ միշտ ասել են, կոդրցես կուդաս ամեն ինչ կվերջանա։ Բայց բոլորն է կհասկանան, որ հայ կողմը պիտի հայը կերպարը հաղթե, հայ մարդը պիտի հաղթե։ Այսօր պիտի պարզենք ով է հայ, ով է թուրք։ Բոլորի հետևից խոսում են, հասկանանք նախ այդ խոսացողների մեջ իրականում եթե կան թուրքեր, պատժենք այդ բոլոր թուրքերին, վդարենք մեր երկրից, իսկ հայերին բոլորին օգնենք, ովքեր ծրագիր ունի, անկախ իր դիմություն, բոլոր լավ ծրագրերը թող իրականանան, բայց նախ թուրքերին, դավաճաններին պիտի բոլորին մաքրենք, վդարենք մեր երկրից, բոլորին։ Այդ որոշումը վաղուց կայացվել է, այսօր կլինի, վաղը կլինի, բայց ինքնաբուխ կլինի, ու ինքնաբուխ այդ հեղափոխություն, հեղաշրջում կլինի ու մեր ազգի իմաստունները, խելացի լավ մարդիկ արդեն կտնօրինեն, այս կաբինետները կզբաղեցնեն, որ հայ մարդը ապրի։ Թե չէ բոլորը սարիգաներ են, ովքեր մենակ հայ մարդկանց թալանում, սպանում, ոչնչացնում ու դավաճանում են։ Պատված ենք, դավաճաններով պատված ենք, ամեն օր լեցուն են։ Կարևորը մեր քաղաքը լավ լինի։ Դե քաղաքապետի լավ լինելուց է դա կախված։ Գիտեք, ես արդեն ընտրել վերջացրել եմ, ես ընտրել եմ Հիսուսին եւ մարդկային ընտրություն հիմա չեմ։ Դեմ, ես մեկնել արժանի չեն։ Իսկ ով է ձեր կարծիքով ամենաարժանի քաղաքապետը։ Ես բանն եմ ցանտվել են Մխիթարյան Ռուբեն։ Արժանի տղա է։